Ողջույն սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, իմ Facebook-յան հազարավոր հետևորդներ եւ հազարավոր ընկերներ։ Աստծո ձայնը հաղորդաշարը այսօր այս ձևով որոշեց եթեր դուրս գալ, որպեսզի շատ անմիջական եւ մի այլ մթնոլորտի մեջ անցկացնենք մի քանի րոպեներ, շատ հակիրճ, այդ մի քանի րոպեն պետք է շատ հակիրճ խոսեմ ընդամենը անցուդարձի մասին, որը պատտվում է նորից Էջմիածնի ավազակների շուրջ։ Համացանցում հայտնվեցին բազմաթիվ գրառումներ եւ հայտնվեցին նաեւ մամուլների, թե ընդդիմադիր եւ նույնիսկ թե դիմադիր իշխանական մամուլների եջերից հետեւյալ հայտարարությունը, որի պետք է 15 եպիսկոպոսներ գլխավորությամբ Արշակ Սրբազան եպիսկոպոսի նախաձեռնել են ուրեմն այսօրվա գործընթացը, որ այն պարզ արտակի մեջ է գտնվում, իրական արտակի մեջ, որը դուք տեսնում եք արդեն մի քանի ամիս եւ գործնական բերումով արդեն մենք տեսնում ենք երրորդ պատարակը, որը անցնում է եւ դե ֆակտո այս գործընթացը, այսպես ասած, առաջ է գնում։ Իհարկե ավելի լավ է իրազեկված իշխանությունը, ովքեր որ անմիջապես շփման մեջ են երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մի այդ մարտավարության հետ ես կարող եմ ինչ-որ բաներին համաձայն չլինել, սակայն ես կարող եմ նաև շատ տեղեկացված չլինել։ Եվ դա գուցե լինի այն պատճառը որոշ հարցերին, որ ես իմ այսօրվա մոտեցումները, ասենք, այլ են։ Բայց հարցը ստեղ լրիվ այլ բանի մեջ է։ Տարածվեց այդ տեղեկությունը, որը ես կասեմ ապատեղեկատվություն է, եւ ես դա գիտեմ, որտեղ ես ունեցել եմ այս հարցի շուրջ քննարկումներ, եւ եղել են այդ քննարկումները ընդամենը 3 ուշ երեկոյա։ Որևէ եպիսկոպոս ոչ մի բան չի պահանջել։ Նրանք պահանջելու ոչ մի բան չունեն, քանի որ նրանք նույն այն աղտոտ ջրի մեջ են գտնվում, որի մեջ գտնվում է ինքն Կտրիչ Ներսիսյանը։ Իհարկե ես չեմ կարող վերագրել այդ եպիսկոպոսներին այն հանցանքները, այն ոչիրները, կամ այն պղծությունները, որի մեջ տարապում է Ներսիսյանների կլանը եւ իր այդ մերձ, այդ շատ մոտ կանգնած իր այդ գործակատարները, սատանիստները, բայց բոլոր պարագաներում նրանք ուխտը դրժել են։ Ես այսօր անդրադարձ եմ արել եւ առավոտյան ժամին իմ էջում հրապարակել եմ հաստեր։ Հրապարակել եմ մի կարևոր տեղեկատվություն մեր ժողովրդի հիմնավոր ապացույցները վերցրած սուրբ գրքից եւ բացատրել եմ ինչ է նշանակում կուսակրոնությունը, այդ ուխտը հարասարակ որտեղից է ծագել, երբ բանից առաջացել եւ հասել մեր օրերին։ Եվ գրել եմ նաեւ հետեւյալը, որ որևէ մեկը, որը որ խախտել է այդ կուսակրոնության ուխտը, կամա թե ակամա, հա? Կյանքի ամեն բան պատահում է, իհարկե ես համաձայն եմ, որ ռոբոտներ չեն, մարդիկ են, գոլոտներ, եւ ընդունակ են ինչ որ զգացմունքներին տեղ տալ եւ այլն սիրահարվել, չգիտեմ, տարբեր բաներ կան, բայց բոլոր դեպքերում սիրելիներ, սա այդքան լուրջ է եկեղեցում ծառայությունը եւ եկեղեցի գալը, նվիրվելը Աստծուն, մեր ժողովրդին կուսակրոնների պարագայում ավելի շատ Աստծուն, որովհետեւ նրանք անմիջապես պետք է անմիջական կապը ստեղծեն երկնքի հետ, որտեղ նրանք պիտի հարատև աղոթքների մեջ լինեն, ծոմապահությամբ վարժվեն, հաղթեն սատանային, հաղթեն չարը։ Նա թե բերեց աղջիկը եւ պիտի խմեմ միաժամանակ, ուրեմն ձեզ հետ պետք է զրուցեմ։ Այս բոլորը կա, բայց եթե խախտել են այս մարդիկ կուսակրոնության ուխտը, նշանակում է նրանք անլուրջ են ի սկզբանե վերաբերվել, այսինքն եկեղեցում ծառայելը նշանակում է հավատք, առաջին հերթին դա հավատքից է բխում, հա, երբ որ մարդ որոշում է կայացնում կյանքում նվիրվել ծառայության եկեղեցի, երբ որ գալիս է նա, ոչ թե որպես այցելու, որպես հավատացյալ, որպես ծուխի անդամ, ոչ, իբրև հոգեվորական ցանկանում է հոգեվորական դառնալ։ Հիմա տեսեք ինչ պրոֆանացիա է այսօրվա ճեմարանը, այսօրվա այդ կրթությունը ես մեծ կասկածի տակ եմ դնում, որովհետև սիրելիներ, ճեմարանը հոգու պիտի լինի առաջին հերթին։ Ես քահանայից լսարանն եմ ուսանել, ես ճեմարան չեմ ավարտել, ես այստեղից հայտարարում եմ, ես քահանայից լսարանն եմ ուսանել, որտեղ ունեցել եմ արդեն կրթություն համապատասխան բարձրագույն։ Որտեղ ես տեսել եմ, որ ճեմարանը դա մեծ հաշվով պրոֆանացիա է, այսօրվա ճեմարանը։ Եվ ի վերջո ճեմարանի մեջ այսօր ովքեր են հայտնվել պատահականություններ, մարդիկ ովքեր ոչ մի աղերս չունեն Աստծո հետ, նրանք եկել են այնտեղ ուսում առնելու, եկել են այնտեղ, ենել հիմիկվա պայմաններում Կտրիչ Ներսիսյանի օրոք վատ ուսում առնելու, շատ անվորակ ուսում առնելու, այսինքն նրանք կիսագրագետ մարդիկ են, տերի է իրենց կրթությունը նաև։ Ես ուզում եմ այստեղից հայտարարել, որ ճեմարանի կրթությունը տերի է, երբեք բարձրագույնի չի կարող հասնել։
Թեև նա գնաց փորձեց, այո, այս ժամանակների մեջ փորձեց բանանել, ստանալ այն սերտիֆիկատը, որ հավասարացրեց բարձրագույն ուսումնական հաստատությունների, բայց նորից դերի է մնում։ Որտեւ առաջին հերթին պետք է լինի հոգու ճեմարանը։ Նույնիսկ ես պարզ բան ասեմ, երբ որ ես գնացել եմ քահանայից լսարան, ես արդեն կոզ գիտեի պատարակը։ Ես ինչ չեն սովորացել։ Հոգին լույս դառնա, Տեր Եղիշե քահանան վախճանվել է, որ մեզ այդ քահանաներից հետ, 3 քահանաներից են վարժեցնում էր, ինքը գիտեր, որ ես տեսնում եմ ամեն ինչը գիտեմ։ Իհարկե ուղղություններ բաներ տալիս էր, ինքը շատ լավ ծեսը գիտեր, շատ խելացի մի անձնավորություն էր, շատ լավ հոգևորական էր Տեր Եղիշեն, ողորմի իրեն։ Բայց ես արդեն գիտեի, որտեղ ես պրակտիկա ունեի, ես իբրև հավատացյալ գնացել եմ եկեղեցում եմ իմ քայլերը արել։ Ես եկել եմ եկեղեցի հավատքի բերումով, ես չեմ եկել եկեղեցի փող աշխատելու կամ ուրիշ նպատակների։ Ինչի համար իմ օրինակն եմ դնում այստեղ։ Որ բացատրեմ, որ կուսակրոնությունը, երբ որ մարդը ընտրում է այդ ճանապարհը, որ նա պիտի լինի կուսակրոն, նա պիտի լուրջ մոտենա դրան, որտեղ նա Աստծուն է ծառայելու։ Հրաժարվելու է այս աշխարհի կյանքից։ Ես չհրաժարվեցի, ես ուզում եմ գալ սրճարանում թեյ խմել։ Ես սիրում եմ գնալ, ասենք, կինոֆիլմ նայել, օրինակի համար, ընտանիքիս հետ։ Հիմա դե բոլորն էլ ինտերնետում կարող են գտնել բան, բայց առաջներում գնում են կինո։ Այսինքն ես չեմ կարող ասել, որ ես 100%-ով ինձ պատրաստ եմ զոհաբերել եւ ես կին եմ սիրում, այսինքն ամուսնացել եմ դրա համար։ Ես պատրաստ չէի գնալ կուսակրոնության, որտեղ դա իվերուս շնորհք է, դա շնորհք է Աստվածատու։ Եթե ես կուսակրոն լինեի, ես սուտ կուսակրոն կդառնայի։ Ինձ դա պետք է, դժոխք գնալու համար պիտի դառնայի կուսակրոն։ Չի կարելի։ Դա պղծություն է։ Դա այլանդակություն է։ Հետևաբար նշանակում է, որ մանավանդ մեր եկեղեցում այդ հնարավորությունը կա, որ դու կարող ես Աստուն նվիրյալ լինես, ծառայես նաև մեր սիրեցյալ ժողովրդին եւ միաժամանակ ամբողջովին չկտրվես այս կյանքից։ Այսինքն ունենաս զավակներ, թոռներ եւ այլն։ Սա ոնց որ ասած ռուսերեն պիտի այդ բանը ասեմ, Զալատայա Սիրիձինը, հասկանում եք սիրելիներ։ Եվ Աստված ինձ կանչել է քահանայության, բայց կուսակրոնության ոչ, չի կանչել։ Իմ մեջ նման մտքեր հետո էլ նույնիսկ եղել են, առաջացել են։ Ես որտեղ սիրում եմ գնալ, հիմա սիրում եմ գնալ վանքերում եւ անցկացնել այնտեղ։ Տարբեր վանքերում եմ ես եղել, անց եմ կացրել այնտեղ։ Մենակ եմ գնացել, իհարկե։ Ապոստոլի կղզին եմ գնացել, այնտեղ կանանց ցույց չեն տալիս։ Կամ ընտանիքի հետ գնացել եմ, շատ վանքեր ուխտագնացություններ եմ գնացել։ Գոտով հավատացյալների հետ եմ գնացել ուխտագնացություններ։ Ես կուզեմ ասել, որ գիտեք, ամեն ինչը պիտի ունենա իր տրամաբանական ավարտը։ Եթե դու մի բան ես ձեռնարկում եւ չես տեսնում դրանից ինչ է ստացվելու արդյունքում, ուրեմն դու գտնվում ես մոլորության մեջ եւ դու խապված ես եւ այլևս դու չես կարող բարոյական իրավունք չունես ուրիշին ուղղություն տալու։ Հիմա տեսեք այս կուսակրոն fake կուսակրոնության այս բանը։ Սա ինչ է։ Սա ամենամեծ խայտարակությունն ու ամոթն է եւ իրենց եւ մեր ժողովրդի, որովհետեւ այս մարդիկ դարձել են կուսակրոն անունով միայն։ Ինչի ես չէի կարող, շատ ներողություն։ Այսօրվա դրությամբ եպիսկոպոս կլինեի։ Իզնից լավն են այս մարդիկ, իզնից գրագետ են, ոչ, մեծ մասը կասեն ոչ։ Մեծ մասը իմ գրագիտության կեսը չունեն։ Այսօրվա եպիսկոպոս ու արքեպիսկոպոսներ են նրանք։ Ես չեմ ինձ այսպես ասած ռեկլամանում, չեմ գրում շատ բաներ, որ կարամ գրեմ շատ մարդիկ կշշմեն, եթե ես որոշ բաներ, տեղեկություններ գրեմ։ Սա կարիք չկա դա անելու, դա Աստված գիտի, ես գիտեմ, ինչի համար եմ ես ինձ ցուցադրելու։ Բայց ուզում եմ ասել, ես չեմ կարող տենց բան անել, որտեղ ես Աստծուց եմ վախենում, ես Աստված սիրում եմ։ Ես իմ կամքով եմ դարձի եկել, մեկը չի ստիպել եկեղեցի գնալ, մեկը չի ձեռքից վերցել տարել զորով, մեկը չի համոզել, որ Աստված կա։ Բայց միաժամանակ ես հասկացել եմ, որ եթե ես իմ վրա վերցնեմ այն բեռը, որը այն շնորհքը ինձ տրված չէ, ես կխորտակվեմ։ Անտոն Մեծը ասում է հետևյալը. կարելի է ապրել անապատում, բայց մտքով լինել աշխարհում եւ կործանվել։ Եվ երանելի է այն մարդը, որ ապրում է աշխարհում, բայց միտքն է անապատում։ Այս սա է։ Եվ այդ խոսքերը իմ կյանքի կրեդոն է։ Որովհետեւ ես կարող եմ մի բան վկայել։ Եկեղեցի մեջ ծառայել նշանակում է նվիրվածություն դրսևորել Աստծուն։ Շփվել ժողովրդի հետ։ Հիմա քահանայի համար լավ է, չէ՞, որ ինքը ամուսնացած է, որովհետեւ գալիս են կանայք այնտեղ։ Շատ գեղեցին արտաքինով աղջիկներ եւ այլն։ Եթե դու ամուսնացած չես, գայթակղություն է քեզ համար։ Եվ քո մեջ կարող են վատ մտքեր առաջանալ։ Եթե դու կուսակրոն ես, դու պիտի քեզ զրկես այդ ամենից, չէ՞։ Եթե դու կուսակրոն ես ու մտնում ես մարդկանց մեջ, գնում ես այստեղ, գնում ես այնտեղ, հետո էլ մեկը թող ինձ ասի, որ Ֆրանսիա է գնում, Փարիզ է գնում, օրինակի համար, եւ ինքը մնում է կուսակրոն։ Ես պիտի ծաղամ այդ մարդու վրա։
որտեղ ֆրանսուհիները շատ գեղեցիկ կանայք են եւ անհնարին է որ կուսակրոն մարդը գնա այնտեղ քայլի Փարիզի փողոցներով եւ ուրեմն այնտեղ որևէ միարկածի մեջ չընկնի ինքը շատ ներողություն абսուրդ է դա Եվրոպային ուղարկում երիտասարդներին աբեղա վարդապետ չգիտեմ եպիսկոպոս նորաթուղ եվրոպական ուրեմն այդ բաների մեջ կամ Ռուսաստան շատ ներողություն ռուսկանայք շատ գեղեցիկ կանայք են ռուսկանայք Մոսկվա գնաս եւ Մոսկվայում ուրեմն դու կուսակրոն այնտեղ բան անես абսուրդ է դա абսուրդ է կրկնում եմ абսուրդ սա պիտի շատ լուրջ քննության առարկա դառնա որպեսզի դա մարդիկ հասկանան բացի դրանից ես պարզ ասեմ հիմա տեսեք կուսակրոնությունը նախ եւ առաջ նախատեսում է որ դու պիտի հրաժարվես աշխարհիկ բաներից հաճույքներից բոլոր տեսակի դու պետք է քո կյանքը ամբողջովին անմնացորդ նվիրես Աստծուն պատրաստ ես դա անելու ուրեմն դու կուսակրոն ես Եթե պատրաստ ես, ինչի համար ես դառնում կուսակրոն, որ ում խաբես։ Նախ քեզ ես խաբում ինքդ, ասում չես կարող խաբել, ասված տեսնում եք այդ կեղծավորությունը, հա։ Եվ ժողովրդին մոլորության մեջ գցես, բայց մեկը, այն ասում շիլը միշկեն ուտայ, մեկը երևալու է, մի տեղից պիտի այդ կեղտը դուրս գա։ Մի տեղից։ Հիմա ես argum եմ քահանաներին, գիտեք ինչի, նրանք ոչ մի ուղ չեն արել։ Ոչ մի ուղ չեն արել նրանք։ Նույնիսկ եթե նրանք ինչ որ հանցանք են գործել, դա իրենց անձնական հանցանքն է։ Այսինքն քահանային չես կարող մեղադրես։ Ինքը կարող է մեղք գործել, իր սեփական մեղքը դա կլինի, բայց կուսակրոնը ոչ, չի կարող այդ մեղքը գործել, որտեղ կուսակրոնությունը իրեն զորով վզին չեն փաթաթել, ոչ մեկը չի ստիպել դրան դառնալ կուսակրոն։ Հիմա պարզից պարզ է, չէ՞, որ ինչի եպիսկոպոսական դասի այդ կարկառու ներկայացուցիչները 15 հոգու անունը շեշտվեց, որոնք ուզում են իբրև թե, հա, նրանք ուզում են, ասում խաչես նիվրեդնը, բայց ուզելը եւ կարանալը դրանք այլ հասկացողություններ են, ուզում են, բայց չեն կարող, բայց ինչի չեն կարող, որտեղ նույն ասեցի, աղտոտ ջրերով մեջ նրանք են լող տալիս, այսինքն ամուսնացած են, ով ամուսնացած չի 100 տեսակի կին ունի, գիտեք անեկդոտ կար ժամանակին, մենք կատակ էինք անում, երբ որ Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցում ես ծառայում էի, իմ քահանա եղբայրն հետ կատակ էինք անում, ասում տերտերը լավ, ասում մի կին ունի, եպիսկոպոսը ասում մի քանի եւ մի քանի սիրուհի։ Գիտեք իրոնիա է դա, ոնց որ ասած, չգիտեմ, դա ինչ ասեմ։ Որովհետեւ նրանք բոլորն են, եթե չունի կին, ուրեմն 100 տեսակի սերային կապերի մեջ է։ Ես չեմ ասում սոդոմական մեղքերով տառապողներ էլ կան, հա, որոնք գնում են տղաների հետ են այլանդակություններ անում, կամ չգիտեմ, համ տղա համ աղջիկ, օրինակ եզրասը համ ընտանիք ունի, արզվում է, համ էլ գոմիկ է, համ էլ մանկապիղծ է։ Դուք հասկանում եք, սատանան կործանում է, թե կուսակրոններին, սատանան հարձակվում է, որտեղ նրանք իվերուստ իրենց այդ շնորհքը տրված չէ։ Տրված չէ այդ շնորհքը։ Հիմա անապատում մարդիկ են, ճգնավորներ կային, որը անապատ են գնացել, ով է զորել։ Մարդիկ գնացել են, բայց գիտեք ինչքան եղել են դեպքեր, որ անապատը մարդ գնացել է, հետո խորտակվել են նա այնտեղ։ Անապատում նույնիսկ։ Որտեղ սատանան փորձում է։ Հիմա տեսեք, ինչքան կարող է մարդ դիմադրել ստին։ Ես նկատի ունեմ Մայրաթորի այդ մամլո խոսնակը, հա, այդ Եսայի չքահանան, որ հապատեղեկատվությունը սուտով ծածկում է։ Հիմա այդ եպիսկոպոսները ես գիտեմ դեմ են, բայց այդ 15 հոգին դեռ որ հայտարարություն չեն տարածել։ Հիմա թող ուշադիր ստեղից ինձ լսեն, թե ես իրենց ինչ եմ ասում։ Ուրեմն ձեզ տալիս եմ ես եպիսկոպոսներ 2 շաբաթ ժամանակ։ Այսօր ամսի 10-ն է, չէ՞։ Մինչև ամսի 24-ը նոյեմբերի։ Լսեք ուշադիր։ Եթե դուք հանկարծ մինչև ամսի 24-ը չտարածեք հայտարարություն եւ չպահանջեք Կտրիչ Ներսիսյանի հեռացումը, դա պիտի դուք հայտարարեք, պարտադիր չէ դուք գնաք իր մոտ։ Ես մի քանի ուղղություններ կարող եմ տալ, թե ինչ է պիտի դուք անեք, ինչ կարող եք դուք անել։ Առաջինը, պարտավոր կերպով, պարտադիր կերպով այն եպիսկոպոսները, որոնք դեմ են, նրանք պիտի, եթե թեմակալ առաջնորդներ են, հրահանգ տան իրենց թեմերի քահանաներին, պատարակին էլ Կտրիչի անունը չտալ։ Սա առաջինը ինչ որ ձեր ձեռից գալիս է, պիտի անեք դա։ Երկրորդը, կանչի ձեր ժողովի պիտի չգնաք, ոչ մի իր ասացիա, այլևս ձեզ համար կամի է։ Ինչ ուզում եք թող ասի։ Դուք չեք ենթարկում իրեն, անհնազանդություն պիտի դրսևորեք։ Եվ երրորդը, պետք է հաստատուղ կազմեք, այսինքն պաշտոնական հաղորդագրություն, հայտարարությունը, որը կտարածվի զելեմեների միջոցով, չգիտեմ, տարբեր հատակներով։ Ես գիտեմ, բոլոր մեդիա ռեսուրսները թե ընդդիմադիր, թե դիմադիր պիտի դա վեկալեն ու անմիջապես պիտի սփռեն։ Եվ իհարկե ժողովուրդը Facebook-ով, բանով, համացանցով ամենտեղ կտարածեն։ Պետք է ստորագրեք ամեն մեկը եւ այդ հայտարարությունը որպես փաստաթուղթ կմնա։ Դուք դրանով պետության ձեռքերը, իշխանությունների ձեռքերը կարծակեք դրանով։ Երբ որ այդ քայլը անեք։ Հիմա լսեք ինձ ուշադիր, այդ 3 բանից մեկը չարեցի, մանավանդ հաղորդագրությունը պաշտոնական։ 2 շաբաթ հետո մի հատ մարդ եմ ճանաչում, ինքը սահման չունի։ Ես պատկերացրեք, որ դեռ սահման ունեմ։ Բոլորի ընտանիքների
կանանց, երեխաների անուն ազգանուններով այստեղից եթերից խոսելու ենք։ Ու խայտարակ ենք անելու բոլորին։ Եթե ուզում եք դա, կվերջանաք դուք, հասկանաք, ես ձեզ եմ մեղկանում, դուք իմ վրա չեք կարող ոչ մի բան գտնել։ Կոմպրոմատ չեն կարող ձեզ դասավորել իմ վրա, բայց ես առանց դժվարության շարելու եմ ձեր վրա բոլոր կոմպրոմատները, ինչքան կա չկա։ Այս է։ Ես բացատրել եմ իմ էջի մեջ, սրա մասին եմ խոսել։ Ես բացատրել եմ, որ ձեռնադրությունը օրեր առաջ տասնյակ հազարներով տարածում գտավ անջնջելի եւ անկրկնելի խորհուրդն է։ Հիմա մամլո խոսնակը այս վերջին իմ հայտարարության մասին, որը փաստորեն պաշտոնական է, քանի որ հիմնված է Սուրբ գրքի վրա, այս կուսակրոնության վերաբերյալ ինչ երկ երկես, այս սրկա, Տեր Եսայի չքաղանա։ Չես կարողանալու որևէ բան ասել, որովհետև սնանկ եք դուք սնանկ եք, դուք լավ չեք սերտել Սուրբ գիրքը, որտեղ ձեզ համար կրկնում եմ, այդ չեմարանում ոչ մի բան չի տվել այնտեղ, դուք կարևորը հոգու չեմարան անցեք, ես 30 տարվա քահանա եմ, ես փորձ ունեմ։ Հիմա մեկը հարց տա, հա։ Այո, լինելով Տեր հայր, ես ի վիճակի եմ կառավարել թեմը։ Ցանկացած թեմը ինձ վստահեք, ես կարող եմ վաղը այդ թեմը կառավարել։ Ինձ այդ շնորհքը տվել է Աստված կառավարելու։ Բայց դուք գնացել եք, վերցել եք ձեր վրա այդ տիտղոսը եկեղեցու իշխան լինելու եպիսկոպոսը, ու մտել եք կանանց անկողնիները, կանանց հետ, պարկել եք կանանց հետ, զվարճացել եք, ունեցել եք երեխաներ, ապրել եք հոգսերով, ընտանեկան։ Դուք հասարակ մարդու պես սկսել եք ապրել, բայց դրել եք այդ պոպոզը գլխին, վեհար չեմ ասում, որտեղ դա վեհար չի, ձեր գլխի վրա դա պոպոզ է, որ դրել եք։ Այդ պոպոզը դրել եք ձեր գլխին եւ խաբում եք մարդկանց։ Եվ ձեր արածը ինչ է։ Ինչ է ձեր արածը։ Ուզում եմ հասկանալ, ինչ է ձեր արածը։ Դրա համար ականջի օղ արեք, բոլորիդ են վերաբերում, բոլորի մասին գիտենք եւ ես չեմ անելու, ուրիշ մարդ կա, որին հետ խոսել եմ, որ ասես Տեր այր, քո խատը պիտի անեմ։ Հենց միացնեմ ասում այստեղից ամեն ինչը, բոլորը անակնկալի կգան։ Ուրեմն ձեզ 2 շաբաթ ժամանակ եմ տալիս, խելքը հավաքեք գլուխը, եպիսկոպոս, չեպիսկոպոս, ինչ ասեմ ձեզ, ուխտազանցեք, ինչ եք։ Իհարկե հետո ձեր հարցն է լուծվելու։ Դուք լավ հասկացեք, որ եթե դուք խախտել եք կուսակրոնության ուխտը, 2 ճանապարհ ունեք։ Առաջին ճանապարհը ես կառաջարկեմ այն եպիսկոպոսներին, որոնք արժանինքներ ունեն, քահանայության աստիճանը սահմանափակել դրանով եւ ունենալ առաջնորդի հանգամանքը։ Իհարկե առաջնորդի հանգամանքը պիտի ունենաք։ Եվ նույն ձևի քահանաներին պետք է շնորհվի հնարավորություն, դա այդ բարեկարգումը հենց դրա մեջ է, ունենալ առաջնորդի հանգամանքը։ Իսկ այն ով որ չի ցանկանա այդ բանից բարձունքից իջնել, հա? Ուրեմն դուք կհավաքեք ձեր պայուսակները, ձեր փասապուսը կկառնեք ու յալլա եկեղեցուց կգնաք։ Հեռանալու եք։ Հետևելու եմ ամեն մեկից եւ գալու եմ ամեն մեկի հետևից։ Շատ լավ հասկացեք այդ բանը։ Ձեր շեֆը, այդ պորնիկը, սատանան, կտրիչը, ձեր սաղկյանքը շանտաժում էր, գիտեք ինչ էր միշտ ասում, ասում էր իմ դեմ խաղ չկա։ Մաֆիոզ է, չէ՞, մաֆիոզ է։ Բայց լինելով կեղտ, լինելով անմաքուր մարդ, ասում էր իմ դեմ խաղ չկա։ Հիմա ես եմ ձեզ ասում։ Իմ դեմ խաղ չկա, բայց ես չեմ ասում իբրև մաֆիոզ, ես ասում եմ իբրև այն մարդը, որը հետևում է Հիսուս Քրիստոսին, որը ապրում է, աշխատում է ապրել Աստծո պատվիրաններով, որը որ եկեղեցում նվիրված անձնավորություն է, եւ որը որ հետամուտ է լինելու, որ այս եկեղեցին մաքրվի սատանեկից մինչև վերջ։ Այս է, ուրիշ ոչ մի բան չի լինելու։ Չկարծեք, որ մեկը ձեր գլուխը պիտի շոյի։ Իսկ այն ով որ ընդհանրապես ոնց որ ասած որևէ բան չի ձեռնարկում, դուք բարձա, դուք ամբարոյականներ եք ուղղակի։ Հիմա լսեցինք մի բան, որը որ իրականությանը համապատասխանում է, քանի որ Տեր Եսայի չքահանան դա հաստատեց, որ հանձնաժողով են ստեղծել, հիմա արշակի վրա այդ կեղտը որ տարածվեց արշակի մասին, իր անկողինը կեղտոտ հանեցին, հա, համացանցում։ Ես էլ եմ տարածել այդ տեսանյութը, լավ եմ արել, աչքն էլ հանել եմ։ Բա ոնց, բա լինելով ամբարոյական ինքը պիտի վերցնի իրեն դիվանապետի կոչում շնորհ, ինքն իրեն անվանի, որ ինքը arczepiskopos է։ Ով է այդ լակոտը, ով է այդ խուլիգանը, ով է այդ պորնիկի վաստակը, որ ինքը իրեն arczepiskopos անվանի։ Հիմա կտրիչը շուտով կտեսնակ կտրիչին, տկլոր է վազելու։ Հավաքարարների հետևից ընկնում է, 2 հավաքարար ունի, մայր եւ աղջիկ, որ մաքրում են իր վեհարանի մեջ իր սենյակը, որտեղ որ նա պարկում է, շնտրկում է։ Ուրեմն երկուսի հետ էլ պարկել է։ Բնականաբար այդ զապիսը կա, ես վստահ եմ, որ այդ ձայնագրությունը կամ այս բանը վիդեոն կա, անպայման կա։ Եվ հայտնվելու է համացանցում, շուտով տենալու եք։ Կտրիչի ամպերն եք տենալու։ Առաստրոսիկին կտրիչին շուտով տենալու եք։
Բայց սա է լինելու։ Դրա համար ես ասում եմ, եպիսկոպոսական դասի ներկայացուցիչները թող ականջիող անեն։ Չեք ուզում խայտարակ լինեն, բոլորի կխայտարակենք։ Ուրեմն վերցրեք դրան հրաժարեցրեք։ Վերջ։ Մի բանալ, մեկը մենք գիտենք դուք ինչ եք ձեզանից ներկայացնում, մեկը մենք ամեն ինչը գիտենք ձեր մասին, եթե չենք ասում ստեղից, ապա դա չի նշանակում, որ մենք տեղեկացված չենք։ Ինձնից վախեցեք, ես ձեզ զգուշացնում եմ, վախեցեք ինձնից։ Ես կրկնում եմ, գիտեմ ձեր մասին եւ ոչ մենակ ես շատ մարդիկ կան, որոնց անունը չեմ տա, բայց այդ մարդիկ պատրաստ են այդ նյութերով հեղեղել համացանցը։ Ուրեմն նշանակում է, որ դուք պետք է կտրուկ քայլեր ձեռնարկեք։ Ես ասեցի այդ քայլերը որոնք են։ Հայտարարություն եք անում ձեր անուն ազգանունով, ձեր աստիճանով, ձեր պաշտոնով ստորագրում եք դիմացը, որ պահանջում եք իր հեռացումը այս գայից, անվստահություն եք իրեն հայտնում։ Մյուսը, որ այլևս իրեն որևէ կետ չեք ենթարկվելու, սա, եւ առաջնորդները, թեմակալ առաջնորդները հրահանգում են քահանաներին, որ քահանաները այլևս սուրբ եւ անմահ պատարակը մատուցելիս իր անունը չեն տալիս պատարակի ժամանակ։ Այսպիսով ազատագրվում են եկեղեցիները, այսպիսով ազատագրվում են թեմերը։ Իր անունը չպիտի տաք։ Դուք գիտեք Մոսկվայի պատրիարքարանը ունի մի խնդիր։ Գիտեք ինչքան հոգեվորական կան այս պահին այս դրության, որոնք Կիրիլ պատրիարքի անունը չեն տալիս պատարակի ժամանակ, ոչինչ չեն կարող անել։ Փորձում են հալածել։ Ժողովուրդը չի թողում։ Չի թողում։ Չեն տալիս անունը եւ վերջացած է։ Հիմա մենք պետական աջակցություն ունենք բոլորս այն հոգեվորականներ, ովքեր որ բարձրաձայնում են ճշմարտությունը։ Ինչից եք վախենում։ Ասեք այդ Բոզիլակոտի անունը չտակ պատարակի ժամանակ։ Ինքը կաթողիկոս չի։ Ոնց եք դուք խուլիգան մարդու, որը ինքնակոչ է, իրեն հայտարարել է Խաչագողի անունն եք տալիս։ Այ դրանով եք դուք պղծում պատարակ, այ որտեղ է պղծությունը, երբ որ դուք տալիս եք սատանայի անունը պատարակի ժամանակ։ Այս է սիրելի ժողովուրդ։ Ես կրկնում եմ, այդ սատանայի տունը քանդվելու է, մինչև վերջ է քանդվելու, մաքրվելու է, եկեղեցում պիտի ծառայեն այն մարդիկ, ովքեր որ եկել են Աստծուն հավատալով, որոնք ցանկանում են, սիրում են մեր ժողովրդին ծառայել ժողովրդին եւ Աստծուն ծառայել։ Եկեղեցին դրանց համար է, եկեղեցին չի կարա լինի փող աշխատելու, բիզնես անելու, չգիտեմ ինչ որ նման մտքերի համար բան անցնելու։ Այդ տեղը չի, գնացեք ուրիշ տեղ որոնեք ձեր կյանքը, այս նպատակները եթե դուք կյանքի մեջ դրել եք ձեր առջև, որպեսզի ձեր կյանքի մեջ այդ նպատակներին հասնեք, այլ տեղերում են իրականություն դառնում, բայց ոչ եկեղեցու մեջ։ Եկեղեցին եւ դա անհամատեղելի են։ Չես կարող համատեղես եկեղեցուն բիզնես անես։ Դա հնարավոր չի։ Դա չլսվելիք բան է։ Առավել եւս կուսակրոնությունը։ Ձեզ ոչ ոք չի ստիպում։ Սիրում եք կանանց, աղջիկներին լավ եք անում։ Աստված օրհնի ձեզ, գնացեք, ապրեք իրենց հետ։ Ձեզ ով է ստիպել։ Գնացեք ամուսնացեք, օրինական, հա, ձեզ զավակներին տեր կանգնեք։ Այդ մի հատ Բոզիլակոտ կա, հայ կոմիտաս։ Ես գիտեք ինչ եմ այդ խոսքը ասում, բա որտեղ արժանի է։ Կինը եկել է սկանդալ է արել, չմիացնում, գոռացել է արի տղաների տեր կանգնի։ Վարդապետ է նա, այդ խուլիգանը։ Կինը եկել է սկանդալ է արել, ասել է այ խուժան, ասել է արի տղաների տեր կանգնի երեխեքիդ։ Երեխեք են բերում, անտեր են թողում։ Մեկը կար, գերեզմաններում է հիմա։ Աղջկան տեսա Մոսկվայում, իր կոպիան է, ուրացել էր իր ընտանիքը, իր զավակին։ Արքեպիսկոպոս է, սատկեց գնաց, անունը չեմ ուզում տալ։ Խնդրեմ։ Չի կարելի այսպիսի բաներ անել, չի կարելի, լուրջ եղեք։ Չէ՞ որ դատաստանի օրը, ահեղ դատաստանի օրը դուք չեք հավատում, չէ՞ երևի, այ դրանից է գալիս բոլորը։ Պատասխան պիտի տաք, ձեզանից պահանջելու է Տերը հաշիվը։ Հա, խախտել է սուխտը, տղամարդ եղի, ասի գիտես ինչ, խախտել եմ ուխտը։ Արել եմ այդ բանը, վերջ։ Այդ կուսակրոն չեմ կարող լինել, այդ վեհարը դնում եմ, քահանա եմ լինում, ուզում եմ ծառայել Աստծուն, մեր ժողովրդին, մեղք եմ գործել, այ դրա համար կապաշխարեմ, որ ուխտը խախտել եմ, Աստված ամենաողորմած է, քահանայություն կանեմ։ Ինձ թվում է նորմալ 21-րդ դարում adekvat կաթողիկոսական տեղապահ կլինի, թե ամենայն հայոց արդեն կընտրվի կաթողիկոս, կընդունի դա։ Կընդունի կասի այո։ Եղի քահանա։ Բայց ոչ թե թակուն գնամ, ես ինչա, վանքից մեկը չպիտի բացակայի։ Մեկը միաույտակ ես կդնե այդ վանքի դուռը կփակե։ Վանքից մեկը բանականը բացակայից հաջորդ օրը պետք է կարգապահականը զբաղվի։ Ուր ես գնում։ Այ ախմախ, ինչի ես ապրում այդ, հացխի ես ուտում, էջմիածնի մեջ։ Որ ուզած ժամանակ երբ ուզում են գնում են, որտեղ ուզում են գնում են անհայտ ուղղությամբ։ Ուր են գնում։ Կաֆե են գնում, ռեստորան են գնում, բար են գնում, չգիտեմ, գնիկների հետ են գնում։
Էս ի՞նչ է պրախադնոյդ որա եկեղեցին։ Այդ հորի բարքերը մոռացեք, նախկինում սովետական ժամանակ ինչ եղել է, նախկին կաթողիկոսների օրոք դա մոռացեք։ Այն ժամանակ նրանք չեն կարող ուրիշ ձև վարվել։ Ես չեմ մեղադրում դրանց։ Ժամանակները ուրիշ էին, այլասերված պետություն է, սովետական, աթեիստական պետություն է։ Բայց դրանց օրինակը մի բերեք հանկարծ, չհամարձակվեք այս մարդկանց անունները գերեզմանեցանել, տալ, որ դրանց օրոք այսպիսի բան կա։ Ոչ, կարգ ու կանոն պետք է լինի բանկում, բանկը պետք է ռեժիմ ունենա։ Բանկից մի բանը չի կարող բացակայել ուզած ժամանակ, չի կարող։ Ուղղակի չի կարող։ Ինքը դրամար է եկել այնտեղ, որ այնտեղ պետք է ապրի։ Չի եկել բանկը, որ ինքը երբ ուզենա գնա։ Պիտի թույլտվություն ստանա դրա համար, պիտի կոնկրետ իմանա, բանական խորհուրդը պիտի իմանա կոնկրետ, ուր է գնում, ինչի համար է գնում, երբ է գալու, որ ժամին գնում է, որ ժամին վերադառնում է։ Եվ պահակը, որը դռնապանն է, պիտի այդ բոլորը իրենց ստորագրի։ Դուրս գալու ժամը, մտնելու ժամը, որ համապատասխանի իր այդ տեղեկանքի է, թե ուր է գնում։ Այսինքն ռեժիմը որ դնես է, դենաս քանի հոգի կմնա։ Այնտեղ քանի հոգի կմնա։ Ուրեմն էս է, սիրելի ժողովուրդ։ Պիտի դա լուրջ վերաբերվենք այս բոլոր երևույթներին։ Այսպես չի լինի, որ ով ինչ կուզենա անի, բացառվում է դա։ Եվ մի բան էլ պիտի ձեզ ասեմ, որ ուրեմն նմանապես եկեղեցականների այդ սուբորդինացիան, հա, որի մասին միշտ խոսվում է, եւ մատի փաթաթան են անում կամ ինչ որ ուզում են շահարկման առարկա դառնալ։ Ուրեմն հոգեվորականները ի տարբերություն այլ պետական օրինակ պաշտոնյաների նրանք նման հասկացողություն չպետք է ունենան։ Այսինքն հանդիպել ժողովրդի հետ, հանդիպել մարդկանց հետ, շփվել, մտնել կապի մեջ, ապրել իրենց հոգսերով, սա է հոգեվորականի առաքելությունը։ Ոչ թե իրենք պահում են իրենց, որ թե մինիստրներ լինեն, չգիտեմ ով լինի, հա, գնում ես իրանք բարձր են նայում քեզ, ով եք դուք։ Ով եք դուք։ Հիսուս Քրիստոսը բարձր նայեց։ Դուք պիտի Քրիստոսանման լինեք, Քրիստոսակերպ լինեք։ Կուսակրոնությունը դրանով է արտահայտվում, այլ ոչ թե այլ բաների մեջ։ Սա ես ձեզ կրկնում եմ, ձեզ հապության կոչով եմ դիմում, դեռ շատ եմ բաներ գրելու, բացահայտելու եւ հերիք եղավ, բոլ եղավ։ Ես արդեն գիտեք, ուզեցի տեսնամ էլի այդ անգրագետներին, այդ որ հավաքում է այնտեղ Էջմիածնի մեջ, ապուշներին, Եսայի, Մեսայի եւ այլն, դրանց ասացները, դրանց բաները, բոլորը պիտի ջրի երես անենք։ Այդ կեղծիկները, որոնք տարապում են այդ մարդը, նրանք կեղծարարներ են, ծնվել են սուտ խոսելու համար։ Այդ մայրը Եսայի քեզ որ բերել է լույսաշատ, չգիտեմ ինչ կապ ես կերել, որ սուտը անբաժան մասն է, որ լեզուտ պիտի կտրեն։ Ես չէ, բժիշկները վախեցի։ Որովհետև չի կարելի եկեղեցու անունից կեղծիկ տարածել, ստել։ Սա ամենամեծ հանցանքն է։ Դա սատանայություն է, ես ասում եմ, ինչի եմ ասում սատանայի բույնը պիտի կանենք, որտեղ սուտի վրա է կառուցված, կեղծիկի վրա է կառուցված ամեն բան։ Հիմա Հնդկաստան է գնացել Կտրիշ Ներսիսյանը։ Հնդկաստանից հետևում է այնտեղից թե ինչ է իրենը սպասում։ Այսքանը։ Խնդրում եմ տարածեք, սպասեմ ձեր գրառումներին, ձեր լայքերին, եւ մի բան է անդրադառնամ, ուրեմն սա ասեցի թողնեմ վերջում։ Օրեր առաջ լսեցինք Վազգեն arczepiskopos Միրզախանյանի խոսակցությունը, չէ պազրույցը ոտի վրա, որ բանկում նա լրագրողին պատասխանեց այնպես ինչպես որ կպատասխանեի ես։ Ցանկացած մի ազնիվ նվիրյալ հոգեվորական, հա, ամեն մեկը։ Երեք կարդացի, իր խոսքերից հետ է կանգնել։ Խոսքերից հետ է կանգնել, ուրիշ բան է, լոլո է պատմել։ Ասում է իրեն ստիպել են։ Հիմա հարց եմ տալիս։ Խի են ստիպել։ Այդ հարցը տալիս են բոլորին, խի են ստիպել։ Եվ ինչի է լսել այդ մարդուն, ով իրան ստիպել է։ Այստեղ է խնդիրը, սիրելիներ, Կտրիշ Ներսիսյանը այսպես ճահիճ է սարքել, բոլորին փչացրել է։ Բոլորին դրել է այս ամբարոյական դաշտի մեջ, որպեսզի ինքը տեխնիկային թատրոնի պես այդ թելիկներով շարժի բոլորին։ Այս է։ Այ իր բանն է, իր կերտվածքն է, իր գործելավոճն է, ինքը փչացրել է սկզբից, կոմպրոմատները հավաքել է, հիմա իրենց շանտաժում է։ Տեսեք, ինչ հմուտ մարդ է, չեկիստ է։ Սա հիմա իշխանություն Ռուբինյան կասես դու ինքը չեկիստ չէ։ Սա գիտեք ինչ չեկիստի գործ է։ Ֆելիքս Էդմոնդովիչ Ձերժինսկի, հա։ Կտրիշ Ներսիսյանը այս դպրոցը գերազանց ավարտել։ Այն ոսկե մեդալով ավարտել։ Ֆելիքս Ձերժինսկու դպրոցը։ Չեկիստի դա մեթոդն է, գործ է։ Այսքանը։
Լայքերը անվճար են, որպեսզի նյութը շատ բարձրանալ, դիտողներ շատ լինեն։ Դրեք եւ տարածեք ամեն հնարավոր միջոցներով։ Ցտեսություն կհանդիպենք նորից եւ այս բաժակով մեր սիրելի ժողովրդի հավատացյալների կենացնեն խմում։ Մեր ժողովուրդը Տալինում էլ ապացուցեց, որ նա Աստծուն սիրում է, որ հավատում է։ Գուցե այսօր այդքան գրագետ չի եւ դա պակասը այդ գիտելիքների իրանց հանցանքը չէ, ժամանակների բերումով եւ այդ քերականների անգործությամբ։ Դրա համար ես հույսով եմ, որ այս մեծ սիրելի ժողովուրդը ամենտեղ կգնա, որտեղ որ կհայտարարվի պատարակը, վստահ եմ, որ հաղթանակը մոտ է լինելու։ Տերն ձեզ խաղաղությամբ մնա։